Հոկտեմբերի 27-ին և 28-ին հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը լսելու է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու 18 մրցույթների մասնակիցների ներկայացրած հայտերը։ Սակայն քանի որ այդ 18 մրցույթներից 16-ին մասնակցում են մեկական մասնակիցներ, կարելի է ասել, որ նրանք արդեն իսկ արտոնագիր ունեն, անկախ նրանից, թե ինչ առաջարկ են ներկայացնելու։ Գերազանցապես կանխատեսելի արդյունքներով այս մրցույթների մասին ենք այսօր զրուցելու Ազատություն ռադիոկայանի հյուրերի հետ։ Արձակագիր Կարինե Խոդիկյանի, որը 2001-ից 2007-ին հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ էր, իսկ այս շաբաթ դարձավ Ամեկ+-ին եթեր վերադարձին օժանդակելու նպատակով ստեղծված Ժողովրդական հեռուստատեսություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ։ Պարոն Ամալյան, այն հանգամանքը, որ 18 մրցույթներից միայն 2-ի դեպքում ԱԼՄ և Երևան հեռուստաընկերությունների, նաև Արմնյուզի և Ամեկ+-ի միջև է տեղի ունենալու իրական մրցակցություն, արդյոք հիմնավոր չի դարձնում այն կասկածները, որ տեղի է ունեցել նախամրցութային համաձայնություն, որ մեկը որ մրցույթին է մասնակցելու, ով չի մասնակցելու եւ այլն։ Նախ տարանջատեմ երկու մասի ձեր հարցը։ Ուրեմն ասեմ, որ մրցույթների եւ մրցույթների մրցակցայնության մասին հնչող կարծիքների հետ համաձայն չեմ, որովհետեւ կարգավորելի չէ եւ չէր կարող ուրեմն ոչ հանձնաժողովը, ոչ պետական ապարատը կարգավորել մասնակցության չափը։ Տիկին Իսրայելյան, նախ ուրեմն հիշենք հետեւյալը, որ մրցույթները բաց են Հայաստանի Հանրապետությունում ուրեմն գրանցված բոլոր իրավաբանական անձանց համար, ովքեր ցանկություն ունեն զբաղվել հեռուստատեսային գործունեությամբ։ Այսինքն պիտի տարանջատել, ինչու էր քիչ ցանկություն ընդհանրապես մասնակցել, մասնավորապես ենթադրենք ձեզ որպես լրագրողի կամ այլ լրագրողական խմբերի, ինչու ցանկություն չարծավ ընդհանրապես մասնակցել եւ ինչու են ուրեմն բաշխել փաթեթները համապատասխանաբար։ Բնականաբար, եթե որևէ 18 մրցույթի վրա պիտի բաշխվեն 20 մասնակիցներ, կարող են առաջանալ փոքր թվով տարբերակներ, մի տարբերակ, երբ մեկ մրցույթի վրա 3 հոգի են բաշխված, մեկ այլ տարբերակ, երբ երկուական մրցույթի վրա 2 հոգի են բաշխված։ Այսինքն թիվը մրցակցայնության կախված էր հայտերի քանակից եւ ակնհայտ է այլ տարբերակ երրորդ չեք կարող նկարագրել, չէ՞ որ կարելի էր բաշխել 20-ը 18 դիրքի վրա։ Հիմա այս իմաստով որևէ դեպքում տրամաբանություն ծնվելու էր, որևէ դեպքում քննարկումներ լինելու են եւ այդ իմաստով կարծում եմ, որ նույն հարցին պիտի պատասխանեի, ենթադրենք, եթե 8-րդ եւ 11-րդ մրցույթներում չլինեն երկական մասնակից, այլ լինեին առաջինում եւ 7-րդում։ Այստեղ ավելի ըստիս լուրջ հարց է, որ ինչու այդքան քիչ ցանկացողներ կային ի տարբերություն նախորդ մրցույթների, որոնք կազմակերպվեցին 2000-ի սկզբին 2002-3 թվերին մասնակցելու եւ զբաղվելու հեռուստատեսային գործունեությամբ։ Հիշում եք, այն ժամանակ ավելի ակտիվ մասնակցություն է եղել։ Տիկին Խոդիկյան, արդյոք մրցույթների այսպես ասած կանխորոշվածության մասին չի վկայում այն հանգամանքը, որ մրցույթին չեն մասնակցելու հենց այն հեռուստաընկերությունները, որոնց վերաբերյալ արդեն քանի ամիս է լուրեր էին հրապարակվում մամուլում, թե քաղաքական որոշում կա նրանց այլևս արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է եւ TV5-ին, եւ Grand Holding-ին պատկանող երկու հեռուստաընկերություններից մեկին եւ այլն։ Ես ի դեպ նաեւ պիտի խնդրեմ այս կապակցությամբ անդրադառնալ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի արած համեմատությունը, որ փաստորեն մրցույթի այս ձևը, այս մոտեցումը, որ ընդամենը 2 հաճախությունների համար է ռեալ մրցակցություն, հիշեցնում է մեր ընտրությունների այն տարածքները, որտեղ մեկ թեկնածու իր թեկնածությունը դնում եւ անցնում էր։ Արդյոք արդեն քաղաքական դաշտում գոյություն ունեցող այս մոդելը փորձ չի արվում տեղափոխել նաեւ հեռուստակապուղիների մրցույթների ասպարեզ։ Գիտեք, կարելի է ասված ընդհանրապես այս ամբողջ իրողությունը ընկալել որպես բնականon ընթացք։ Եթե մի օրինակ հանգամանք չլիներ, որ 2002 թվականից առ այսօր 12 անգամ մի հեռուստա ընկերություն փորձում է ստանալ կապուղի։ Սա 13-րդն է, խոսքը բնականաբար Ամեկ+-ի մասին է։ Չգիտեմ, մեր լրատվության պատմության մեջ ամենայն դեպս արդեն ռեկորդ այդ առումով այս հեռուստաընկերությունը սահմանել է։ Այսինքն կա վերապահություն եւ կա հատուկ վերաբերմունք Ամեկի նկատմամբ։ Եթե հանկարծ վերջին երբ որ փաթեթները բացեցին, պարզվեր, որ Ամեկի դիմաց ոչ մեկը չկա, այս բոլոր ասվածը կարելի էր ընդունել որպես
նորմալ, այսինքն հակաճարելու, կասկածելու տեղիք չլիներ։ Բայց ինչպես պարզվեց հերթական անգամ Հայաստանում լրատվամիջոցները, սովորական քաղաքացին, անգամ երթուղային տաքսիներում վաղուց գիտենան, ինչ պիտի իրականացնի իշխանությունը հերթական անգամ, այո, շողակաթի մասին ասում էին, չի ներկայացրել, մնացած ձեր ներկայացրել։ Այդ ոնց ստացվեց, որ հանկարծ, ասենք, կենտրոնը չներկայացրեց, հա, եւ ասենք կենտրոնի մասին խոսք չկար, չէ, որ կենտրոնը կարող է դուրս մնալ։ Կենտրոնը մեկն է։ Նույնը մնացած բոլոր այս դեպքում կենտրոնի ես առաջնացնում եմ ընդհանրապես որպես օրինակ։ Ասածս այն է, որ կար եւ կա պայմանավորվածություն, Հայաստանը փոքր երկիր է, բոլորս գիտենք, եւ բնականաբար այն հեռուստաընկերությունների գլխին կախված եղել է վտանգը, նրանք էլ են թերթ կարդում համենայն դեպս։ Եղել է պայմանավորվածություն։ Եթե չլիներ ամեկի այս հանգամանքը, որ ինքը հայտնվել է մրցակցային ընդհանրապես 2-ից 1-ին, ես նորմալ կընդունեի։ Իսկ հիմա ցավոք սրտի ես պետք է հազարավոր մեր հայրենակիցների հետ մտածեմ, որ հաստատ եղել է հատուկ պայմանավորվածություն։ Ակցենտը դրվել է այն ալիքների վրա, որոնք հարվածի տակ են։ Միանգամից ինչ որ հանգիստ պայմաններով հանգիստ մրցույթ անցկացնել հրահը չի կարող այսօր, որտեղ նրա անցյալը, հրահի գործունեության անցյալը բավականի խճճել է եւ բավականի ծանր վիճակի ակցել հեռուստաընկերությունների ցանկը եւ նրանց բաժանությունը եւ կրճատումը եւ հիմա այն շուկան, որ աժիոտաժը որ կա բոլոր ալիքների շուրջը հանդարտացնելու համար, կամաց հանդարտեցնելու համար, որ աղմուկ չլինի, տարբեր ճանապարհներ են ընտրվել, իրար միանալ, միասին մասնակցել։ Դատելով հայտ ներկայացրած մասնակիցներից, ինչպիսի փոփոխություններ եւ վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային դաշտում, հարցրեցինք Ամեկ+-ի ղեկավարին։ Վերադասավորությունը վերում է միակ մի բանի, դա մոնոպոլիզացիա է վերում, դաշտի մոնոպոլիզացիան, որին ձգտում է հրահը։ Հիմա խանգարող էլեմենտներից հանդիսանում է Ամեկ+-ը եւ ինչ որտեղ խանգարող էլեմենտ որպես անկառավարելի էլեմենտ համարվում է ԱԼՄ-ն։ Երևան հեռուստաընկերության հետ մրցակցության մեջ հայտնված ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ԱԼՄ-ի մրցակցության մեջ հայտնվելը հետևյալ կերպ մեկնաբանեց։ Իշխանությունից հեռու ենք կանգնած, անաչառ ենք, ինքս ճիշտ ասած մտահոգված էի այդ մրցույթներով եւ երբ իմացա, որ գլխավոր բաղադրիչը լինելու ներդրումը, փաստորեն գլխավոր պայմանը ներդրումն է, տեխնիկա, որքան տեխնիկա ունես, որքան փող ես ներդրում անելու, ասենք թվային համակարգին իշքան ես տրամադրում, ես հասկացա, որ իշքան էլ ես գրեմ, ինձանից շատ գրողներ կլինեն, որովհետև գիտենք ով է ում տերը այդ հեռուստաընկերությունների։ Հենց դա է պատճառը, որ ԱԼՄ-ն այս անգամ հայտ է ներկայացրել ոչ թե հանրապետական, այլ մայրաքաղաքային սփռման համար եւ ընտրել է երիտասարդական ուղղվածությունը, ասում է Կարապետյանը։ Բայց ես հասկացա մի բան, եթե ես դնեմ համապետական սփռման այդ գոտում, ես տանուլ կտամ, դեմս կդնի այնպիսի մի օլիգարխ, որը ասենք ես կդնեմ $1 միլիոն, ինքը կդնի 10 միլիոն։ Ես հասկացա, որ այդ դաշտում ես ունենալու եմ հզոր մրցակից, իշխանամետ մրցակից, հանրապետական մրցակից, եթե ուզում եք իմանալ, եւ կարող եմ տանուլ տալ։ Դուք կարող եք արձագանքել, բայց խնդրում եմ ձեր պատասխանին հավելեք նաև այս հանգամանքը։ 2008-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ամեկ+-ի վերաբերյալ վճիռ է կայացրել, որտեղ միաձայն դատարանը վճռել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, այն է արտահայտվելու ազատության իրավունքի խախտում։ Ինչպես եք պատկերացնում այդ իրավունքի վերականգնում, արդյոք այս առումով հանձնաժողովը չունի խնդիր, քանի որ երեկ էլ Ամեկ+-ին տված հարցազրույցում
զրույցում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ինքը նույնպես ընդունեց, որ Հայաստանը դեռևս գտնվում է այդ դատավճռի կատարման գործընթացում։ Խնդիրը պարզ է եւ որոշումը, որ կայացվել էր դատարանի կողմից, այսինքն տալ հնարավորություն մասնակցելու մրցույթների, այժմ հայտարարված են մրցույթներ, Meltex ընկերությունը հայտ է ներկայացվել եւ ուրեմն վճռի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ ժամանակին օրենսդրորեն չէր պահանջվել եւ հանձնաժողովը չէր տվել հիմնավորումներ եւ պատճառաբանություններ իր որոշմանը։ Նախ ընդգծեմ, որ այդտեղից չէր հետևում հանձնաժողովի որոշման արդարացի կամ ոչ արդարացի լինել, այլ ընդհանրապես ֆիքսվում էր մեկ հանգամանք, որ չի եղել պատճառաբանությունը։ Գիտեք, եւ դրա մասին խոսել ենք եւ հայտարարել ենք, որ ներկա մրցույթները, որոնք հայտարարված են եւ որոնց կապակցությամբ հանձնաժողովը առաջիկայում ստիպված կլինի ուրեմն կայացնել որոշումները, կունենան հիմնավորում եւ խիստ հանգամանալից մանրամասն հիմնավորումներ։ Ես կարող եմ այս կապակցությամբ խնդրել ձեզ մանրամասնել, քանի որ այս կապակցությամբ տարաբևեռ ինչ որ օրինակ նույն Դավիթ Հարությունյանը, ինչպես եւ դուք նոր պնդում է, որ այո լինելու են հիմնավորված, իսկ օրենքի հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի մշակմանը մասնակցող անձանցից մեկը հայտարարել էր, թե քանի որ 49 հոդված կոչվում է լիցենզավորված անձի ընտրությունը, պատճառաբանվելու է հաղթողի հետ կապված որոշումը։ Հիմա իրոք ներկայացնելու է դեկտեմբերին մերժման պատճառաբանություններ եւ հիմնավորումներ, թե մեզ սպասվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր այս կարգի որոշում։ Ուրեմն հրա մշտապես եղել է գործադիր մարմին եւ մշտապես գործել է օրենքի պահանջների շրջանակում։ Օրենքը հստակ սահմանել է, որ պիտի իր որոշումը հիմնավորի եւ պատճառաբանի։ Եթե դες առավել հետաքրքրում է տեխնոլոգիան, լուսաբանեմ, ուրեմն բնականաբար հիմնավորումը պիտի հենված լինի մասնակիցների կապ չունի ինչ քանակությամբ կլինեն ներկայացրած հայտերի եւ կից փաստաթղթերի համեմատության վրա, որովհետեւ ըստ էության մրցույթի էությունն է 6 չափորոշիչների առումով համեմատել ներկայացված ուրեմն հայտերը։ Բնականաբար 6 չափորոշիչի կապակցությամբ մեր հիմնավորումը կպարունակի յուրաքանչյուր մասնակցի առաջարկը ներկայացրածները եւ դրանց ուղղակի համեմատականները շատ էլեմենտարը համեմատել բոլոր այն չափորոշիչները, որոնք ունեն քանակական թվային արժեք։ Բաժան հայերենական արտադրության հեռուստաօրինի տոկոսը ինչ որ մեկը կներկայացնի 1 թիվ, մեկ ուրիշը կներկայացնի 2 թիվ, նույնիսկ եթե դրանք հավասար կլինեն, ուղղակի կարձանագրվեն։ Ներկայաց եւ ներկայացված փաստերը եւ այստեղ համեմատել այդպես բարդ process չի։ Եվ արդյունքում, եթե կբարձվի, որ մրցակիցներից առաջինը այսքան չափորոշիչի մասով գերազանցել է իր մեկ այլ մրցակցին եւ մյուսը այսքան չափորոշիչով զիջել է, դուք բարձ մի բան հասկացեք։ Երբ ասում ենք հիմնավորված եւ պատճառաբանված, նույնիսկ այդ դատարանի օրինակը բերեմ, մեկ որոշում է լինում գործի կապակցությամբ, ոչ թե առանձին մեկ որոշում։ Այսինքն մի որոշման մեջ դուք եւ հաղթողի ընտրությունն եք պատճառաբանելու եւ մերժման։ Իհարկե, որովհետեւ դա մեկ մրցակցություն է եղել, բայց կարծում եմ, որ այդ որոշման մեջ անպայման ներգրաված կլինի, որ այ դուք պարտվեցիք, որովհետեւ եթե նա հաղթել էր ձեզ 4-2, այսպես ասեմ, չափորոշիչների համեմատությամբ, ապա դուք էլ պարտվեցիք, որովհետեւ 4-ով, եթե դա եք ուզում, խնդրեմ։ Օրինակ, ես այս առումով կարծում եմ, որ այս անգամ հրահի խնդիրը մի քիչ հեշտ է։ Տեսեք, Arnews-ը 7 տարի է եթերում է, ներկայացրել առաջարկների փաթեթ, եւ այդ առաջարկների մեջ ես հենց առավոտյան կարդացի հայկական ժամանակում հաշվարկներ, որ ինչ չափով է իր պարտականությունները կատարել, իր պարտավորությունները կատարել Arnews-ը։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որպեսզի հերթական կասկածի բողոքի տարապ չլցվի հրահի այսպես ուղղությամբ հասցեին, նախկին գործընկերոջ նաև սրտացավությամբ եմ սա առաջարկում, որովհետև բողոքներն ու կասկածները ավելի քան շատ են մի մարմնի համար։ Կարելի է անկախ փորձագետների մի խումբ հրավիրել, որոնք իդեպ մենք ունենք այդպիսի փորձագետներ եւ մեր մամուլի ակումբներում եւ հասարակական կազմակերպություններում։ Փաստ կա, Arnews-ը 7 տարի ինչով է լցրել եթերը, չհաշված ժողովրդական ֆոլկլորը այդ կապուղու վերաբերյալ։ Եվ ինչքանով այդ դեպքում, երբ տան իրենց գնահատականը, ինչքանով հրահի այս անդամները կարող են երաշխավորել, որ մեկ անգամ այդպես խայտառակ իր պարտավորությունները կատարող
հեռուստաընկերությունը մեկ անգամ եւս այդ ամենը չի կրկնի։ Այսինքն այստեղ կա որոշակի վերաբերմունք, եթե ցանկանալու լինենք, նաեւ Armnews-ին։ Մի հատ եղբայր, դու 7 տարի ինչով ես զբաղվել, որ հիմա գալիս ես, հայրենական արտադրությունները ինչ ես առաջարկել, ինչ ես ներկայացրել, ինչպես ես տվել լրատվությունը։ Ես երբ միացնում եմ հեռուստացույցը եւ տեսնում եմ ռեստորանային ամենացածրակարգ երկիչը կլկլացնում է թուրքական երաժշտություն, ես բնականաբար դժգոհ եմ, բայց մտածում եմ, Armnews-ին չէ, այստեղ ուրիշ խնդիր է։ Մտածում եմ, գուցե դա իր խավն ունի, հա, որ լսում է, բայց ով պիտի լսի իմ եւ ինձ նման հազարավորների ձայնը, որ ընդհանրապես ուզում է լսել, թե ոչ թե Զիմբաբվեում քանի քաղբանտարկյալ կա, ու վերջին մինչեւ 10-րդական թվով, այլ իմանալ թե մեր երկրում ինչ է կատարվում։ Նախ ինչ կուզեի արդեն իսկ այսպես քարոզչական արշավ է սկսվել, նախընտրական տպավորություն եմ ստանում, այսպես բնական է, որ մրցակիցների շուրջ կարող են լինել բաշխված համակրանքներ, բայց ուղղակի մրցույթային գործընթացի ընթացքում ինքս ճիշտ չեմ համարում կողմերից մեկի վատաբանումը անընդհատ քննարկում եւ այսպես հանրային կարծիքի վրա եւ առավել եւս փորձ անելու մարմնի կարծիքի վրա, որը վաղը պիտի որոշում կայացնի ճնշում գործադրելը։ Ես այս բան կարող եմ ասել մի բան։ Կուզեի, որ զերծ մնայինք մրցակիցների, որտեղ մրցակցային իմաստով ուղղակի ճիշտ ես չգիտեմ, վաղը նույն կեցվածքը կընդունի Armnews-ը կամ իր համակիրները վատաբանելու իր մրցակից ուրեմն հեռուստաընկերությանը կամ վատաբանում, ես ասում եմ այն, որպես հեռուստադիր իմ կարծիքը, պարոն Ամալյան։ Դիգեն Խոդիկյան, գիտեք, որ Հայաստանում շատ են հեռուստադիտողները։ Հիմա, այս իմաստով ես կուզեի, որ իրոք պահենք խաղի կանոնները շատ հավասար։ Չփորձեինք ուրեմն կանխակալ կարծիքներ ստեղծել հեռուստաընկերությունների մասին, որովհետև մարդիկ եկել են առաջարկելով, ինչպիսին են այդ առաջարկները, ինչպիսին են այդ խոստումները եւ որքանով են նրանք հիմնավորված, կտեսնենք ամսի 28-ին կոնկրետ մրցույթի պարագայում։ Վերջիվերջո ուրեմն մրցույթում որոշումներ կայացնում է ոչ թե հանձնաժողովը, այլ նույն ընկերությունները, որոնք օբյեկտիվ իրենց ներկայացված տեղեկատվությամբ ըստ չափորոշիչների որոշելու են մրցույթի ելքը։ Եթե կասկած կունենա հանրությունը հիմնավորումների, որոշման հիմնավորումների, սիրով ես պատրաստ եմ նույն կազմով եւ ավելի լայն կազմով մասնակցել ցանկացած քննարկման մեր հիմնավորումների շուրջ, բայց կանխակալ այսօրվանից փորձել բանալ։ Պարոն Ամալյան, խոսել մրցակիցներից մեկի մասին։ Խոսքով չեք թողնում, որ ես խոսեմ, ես ասեմ, որ ես որպես հեռուստադիտող 7 տարվա իրավունք ունեմ եթերի իմ պարապ ժամանակը, որ լցրել է Armnews-ը, իր այդ ամբողջ արտադրանքով իմ կարծիքը հայտնել։ Եվ սա կանխակալ վերաբերմունք չէ։ Եթե ես չիմանայի, թե Armnews-ը ինչ է առաջարկելու նոր դաշտ մտներ եւ ես նրան վատաբանեի, հա, ձեր ասածով, դա ես համաձայն կլինեի, բայց ես ունեմ 7 տարվա տառապանքի փորձ եւ ասում եմ իմ կարծիքը եւ մի բան էլ, եթե ես չեմ սխալվում, հենց A1+-ը դատի տվեց Armnews-ին ընտրություններից հետո, այդ ընտրությունից հետո մրցույթային եւ հիշեցնեմ ռադիոլսողներին, որ հենց այդ հայցով Եվրոդատարան մտավ, նախապես մեր երկրում մերժում ստանալով եւ այդ հայցը հաղթեց Եվրոդատարանում, այսինքն իմ վերաբերմունքը նաեւ ամրապնդված է Եվրոդատարանի որոշումով։ Ես եթե թույլ կտաք ասեմ, որ տերմինաբանությունը, որը մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված գործի վերաբերյալ է, կանխակալ կարծում եմ ենթագիտակցական դեֆորմացիա ունի։ Որևէ մեկը որևէ մեկին չի հաղթում դատարանում, շահում է գործը։ Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունը պարտվեց նույն չափ գումար, նույն կոնվենցիայի խախտման համար գեյերի միտինգները արգելելու համար։ Ուրեմն ասեմ, պետությունը կամ երկիրը չի մրցակցում հաղթելու կամ բարձրացնելու։ Ես ասացի, որ հաղթեց A1+-ը պետության մասին խոսքը։ Դատական գործը շահելն է, ոչ թե հաղթեց, որտեղ որևէ մեկը որևէ չէր կարվում։ Այսպիսի Տիկին Խոդիկյանի առաջարկում, այսինքն խոսքի մեջ հնչեց այդ առաջարկը, որի վերաբերյալ նաև ձեզ առաջարկներ հնչել էր այլ մարմինների
կողմից։ Ես որքան հիշում դուք առաջարկել եք փաթեթների բացման ժամանակացույցը հանձնել ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի այն ներկայացուցիչներին, ովքեր կցանկանան ներկա լինեն մրցույթին։ Ձեզ բայց նաև առաջարկ էր արվել ԵԱՀԿ կազմակերպված քննարկման ընթացքում, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զուգահեռ իրականացնեն մրցութային հայտերի փորձաքննություն, ինչը նաև Տիկին Խոդիկյանն էր հիմնադրում։ Դուք արդյոք կողմնորոշվել եք կհրավիրեք նման փորձագետների։ Անկեղծ ասած, կար կոնկրետ անձերի շուրջ ուրեմն նախնական կարծիք հրավիրելու եւ կարծում ընտրությունը այդ անձերի այսպեսին էր, որպեսզի առավելած ուրեմն այսպես եմ մրցակիցներից մեկի համակիրների մոտ փառատվեին կասկածները, ցավոք, քանզի հիմա նրանք ներգրաված են մի գործընթացի մեջ, որ համատեղելի չի լինի մի կողմից լինել փորձագետ եւ մյուս կողմից լինել ստեղծված մի կառույցի անդամներ, նրանց տեխնոլոգիաները մենք չենք քննարկել։ Ես որքան տեղյակ եմ, խոսքը եղել է Երևանի մամուլի ակումբի նախագահի մասին, որը ձեր հիմնադրամի կազմում է։ Փորձագետներ կներգրավենք թե չէ, դա հասկանալի կլինի այն պահից, երբ մեր համար բաց կլինեն մրցույթային առաջարկները։ Ցավոք մասնակիցներից մեկի մրցութային առաջարկը հանձնված է փակ վիճակում, այսինքն այս բային անհրաժեշտություն կա այնտեղ ներբերանների մեջ եւս մարդիկ ներգրավելու թե չէ, իմ համար բարձ չէ։ Իդեպ ժողովրդական հեռուստատեսություն հիմնադրամի վերաբերյալ դուք մտադիր եք դրամահավաք կազմակերպել, հրահի աշխատանքը հասարակության շահի դաշտ բերելու գործողություններ իրականացնել եւ այլն։ Հիմնադրամի հաշվեհամարին, ինչպես նշել եք, իրենց դրամական հատկացումները պիտի կատարեն, ինչը կծառայի ԱՄԵԿ+-ի մրցութային հայտի ամրապնդմանը։ Եվ այդ տվյալներն ու հավաստագրերը պետք է ներկայացվեն հոկտեմբերի 27-ին մրցութային փաթեթի բացման օրը։ Տիկին Խոդիկյան, պարզաբանեք, խնդրեմ, մրցութային հայտը արդեն ներկայացված է, որքան գիտեմ, հենց ԱՄԵԿ+-ի հայտն է փակ վիճակում, բիզնես ծրագիրը նույնպես։ Ինչպես են այս դրամական հատկացումները ամրապնդելու մրցութային հայտը։ Բնականաբար սա այլընտրանքային բիզնես ծրագիր չէ, որ մենք առաջարկում ենք։ Դրա համար ուղերձի մեջ ասված է, որ գումարը կարող է լինել խորհրդանշական։ Սա վստահության քվեն մեկ անգամ եւս հաստատելու խնդիր է, ասեմ ձեզ, 8 տարի առաջ խամրեց ԱՄԵԿ+-ի եթերի հիշում եք այն, որ վերջում կամաց էկրանը մտնեց, ես համոզված եմ, որ հեռուստադիտողի հիշողության մեջ այդ պատկերը չի խամրել եւ չնայած 8 տարի այդ 2002 թվականից ԱՄԵԿ+-ը գործող դաշտում չէ, բայց մարդկանց հիշողությունը եւ մարդկանց ցանկությունը ստանալ անկողմնակալ, ես կրկնում եմ, անկողմնակալ անաչառ, որովհետեւ պատահական չէ, որ իր գործնեության բոլոր շրջաններում ԱՄԵԿ+-ը խնդիրներ է ունեցել իշխանությունների հետ։ Դա նշանակում է, որ նա պարզապես իր իրական նորմալ գործառույթն է կատարել։ Ես համոզված եմ, որ այս ակցիան ընդամենը մեկ կարող եմ ասել, այս բարոյական կողմի շոշափում է, որ տեսեք մեր թիկունքին կանգնած է այսքան մեր կողմնակից մեզ աջակցող հեռուստադիտող։ Շատ լավ, պարոն Ամալյան, ես ուզում եմ մեջբերել Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի խոստովանությունը, ասում եմ, մենք պիկետ էին կազմակերպել այս շաբաթ հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի առնչությամբ եւ որևէ հեռուստաընկերություն այդ մասին տեղեկություն չներկայացրեց։ Նույնը նաեւ հանրահավաքի մասին կարող եմ ասել։ Այսինքն ըստ նրա սա է լրատվամիջոցների ազատության լավագույն ցուցանիշը։ Հեռուստաընկերությունները իրենց լրատվական հաղորդումներում ըստ նրա 5% ազատություն էլ չունեն։ Ազատ չեն անգամ հեռուստատեսային ոչ լրատվական հաղորդումներին։ Իրանք ինքը ասում են, որ ինձ վերջին 9-10 ամսում որևէ հեռուստաընկերությունից մասնակցելու չեն հրավիրել եւ սա պրակտիկա է, որ կիրառվում է բոլոր ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ես կոնկրետ օրինակ մեջբերեցի, բայց կարող էի մեջբերումներ անել միջազգային կառույցների փաստաթղթերից Հայաստանում եթերի ոչ բավարար բազմակարծ լինելու վերաբերյալ։ Ինչպես եք տեսնում այս խնդրի լուծումը, երբ որ մրցույթի մասնակիցների ցանկից ակնհայտ է դերակատարները չեն փոխվելու, պատկերը հեռուստատեսային դաշտի նույնպես։ Ես չեմ կարծում, որ դերակատարների ցանկը էապես չփոխվել է, 5 գործողները բնականաբար հավակնությունները իրենց պիտի պաշտպանեն, շատ զարմանալի էր, որ չհայտնվեցին նոր ցանկություններ։ Հարցին ինքս չեմ կարող պատասխանել եւ ցանկություն չունեմ դատողություններ այս հարցի շուրջ ասել, որովհետեւ ըստ էության մեր կարգավիճակը այստեղ մեր նետարետը պահանջելու է չարտահայտվելու։
Չեն հրավիրել պարոն Կարապետյանին եթեր, ինչու չեն հրավիրել հետաքրքիր չի ինձ, ինչի որտեվ շատ մարդկանց չեն հրավիրում եթեր եւ շատ կա դժգոհություն մարդկանց, որ կարծում են անպայման ինքը պիտի լիներ եթերում։ Այդուհանդերձ, եթե սա պիտի բերվի խոսքի ազատության կամ արտահայտության կամ տեղեկատվության խնդիրներ, ես ասում եմ շատ են լրատվամիջոցները, դրանք շատ բազմազան են եւ բացառապես միայն ուրեմն եթերի մասին չի խոսքը, որտեղ կարող է Կարապետյանը արտահայտել իր հայացքները կոնկրետ պիկետի մասին եւ բազմակարության մասին։ Այդ պիկետի մասին ես մի տեսանյութ նայեցի, ուրեմն իր, այսպես ասած, կարևոր շեշտադրումներով ինտերնետում եւ կարդացի մեկ այլ նյութ, ուրեմն տպագիր մամուլում, որտեղ ըստ էության կարևոր էին համարվել բոլորովին այլ բաներ, օրինակ տեսանյութում չկար որևէ տեղեկատվություն, որ լրագրողների նկատմամբ եղել են, այսպես ասած, ոտնձգություններ, այո, ասեմ շատ տարբեր է հասկացում, որտեղ նույն հարցադրմանը կարելի էր գալ մյուս կողմից։ Բայց մենք խոսում ենք էլեկտրոնային լրատվության միջոցների, ինտերնետում ամեն մեկը կարող է ինչ-որ բան դնել, նույնիսկ սովորական տնաբույծ իր կադրերը դնել։ Խոսքը պետական մոտեցման մասին է, ազատ խոսքի իրավունքի։ Ես ինքս հարկատու եմ եւ վճարում եմ հարկեր պետությանը եւ ինձ նման հազարավորները պահանջում են երկրում կատարված ամեն ինչին միայն ճոպանուղու բացումը չլինի, հա, առավոտից իրիկուն ու չգիտեմ ինչ քարոզչամիջոց։ Քաղբանտարկյալներ, ես չգիտեմ, նորից եմ կրկնում, ինչու պիտի ես իմանամ հարևան պետությունից մինչև ամենահեռավոր Արկտիկայում, Անտարկտիկայում ինչեր է տեղի ունենում, իսկ այստեղ կատարվող, իմ քթի տակ կատարվող իրադարձությունները միայն շատ փոքր տպաքանակ ունեցող որոշակի մամուլից։ Ես պիտի խնդրեմ, որ դուք էլ ամփոփեք պատասխանել։ Այնուամենայնիվ մի մեջբերում կանեմ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի 16-20 բանաձևի, որտեղ հստակ նշված էր, վեհաժողովը վերահաստատում է, որ Հայաստանում կա բազմակարծ էլեկտրոնային լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի անհրաժեշտություն։ Ինչպես եք տեսնում այս խնդրի լուծումը նման մրցույթների պայմաններում։ Միայն բարձ ասեմ, լույսի նման հստակ պատասխան է, հարկավոր է ոչ միայն որոշակի ուղղվածություն ունենալ, ուղղորդություն ունենալ, իդեպ 2002 թվականին, երբ ես 5 գնահատեցի ամեկի աշխատանքը, այդ պահին ես ասացի, որ որոշակի քաղաքական նաև վերաբերմունք կար, բայց մնացած մրցույթների մինչև 7 թվականը ինչ որ եղել է, ես արդեն այդ իմ 5-ը քաղաքականությունից զրկվել է, գիտեք, այդ որակից, դառել է որակական, որովհետև Ամեկ պլյուսի բացակայությունից հետո մենք այլևս չունեցանք բազմակարծ անկողմնակալ եթեր եւ եթե իմ առաջին ընտրության մեջ կար քաղաքական երանգ, ես այսօր հպարտ եմ, որ մնացած իմ բոլոր ընտրությունները զուտ եղել են մասնագիտական եւ շնորհակալ եմ Ամեկ պլյուսին, որ այս տարիների ընթացքում ինքը իմ դրած այդ 5-ը ապացուցել է իր բացակայությամբ եւ ներկա այսօր գործող լրատվամիջոցների արկայությամբ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ Ժողովրդական հեռուստատեսություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Խոդիկյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։